Բարև ձեզ արգելի ֆուտբոլասերներ Ուրարտու մարզադաշտում Այսօր տեղի է ունենում ԱՖԼ-ի Եվրոպա լիգայի 4-րդ եզրափակչի Պարմա Այաքս հանդիպումը թիմերը ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս եկան խաղադաշտ Այս պահին ողջունում են միմյանց եւ վարկյաններ անց կլսվի արդեն մրցավար Գարիկ Բեգյանի մեկնարկային սուլիչը Այո 4-րդ եզրափակչի առաջին հանդիպումներն են տեղի ունենում Բավականին դիտարջան եւ հետաքրքիր խաղ է սպասվում մեզ բոլորիս Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար ֆուտբոլիստները անհամբերությամբ են սպասում մեկնարկային սուլիչին Հանդիպումը մեկնարկում է գնդակով Պարմայի ֆուտբոլիստներն են Եկեք այս պահին ասնենք մրցող թիմերի մեկնարկային կազմերին, որից հետո հետևենք արդեն խաղի ընթացքին Սկսենք Պարմայից համար 3 Վիլիկ Հարեյան Համար 4 Աշոտ Իրիցյան Համար 6 Սեմյոն Պետրոսյան Համար 8 Արտաշ Ջուլիկյան Համար 9 Վիգեն Դուրյան Համար 10 Պասկալ Համար 11 Սարգիս Իրիցյան Համար 12 Սուրեն Սարգսյան Համար 22 Խամես Համար 26 Գենա Սակունց ներողություն Համար 77 Չիսոմ եւ համար 89 Miracle Գնդակով Այաքսի ֆուտբոլիստերն են հարված Խլում է գնդակ Այաքսի ֆուտբոլիստը փոխանցում հարված Եվ հրաշքով չհայտվեց հիմա գնդակը Պարմայի դարպասում Այո Պարման բավականին հրաշալի է հանդես եկել խմբային փուլում Ընդգրկված էր խմբային փուլի B խմբում որտեղ նրա մրցակիցներն էին Մայնցը, Կադիսը եւ Լիոնը Պարման առաջին հորիզոնականով ավարտեց խմբային փուլը վաստակած 13 միավորով 12 միավորով երկրորդ տեղը զբաղեցրեց Մայնցը Իսկ Այաքսը ընդգրկվել էր A խմբում որտեղ 12 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը 1 միավորով զիջեց առաջատար Պալերմոյին Եվ վտանգավոր դիրքում Այաքսը ստացել է տուգանային հարվածի իրավունք հարվածում է դարպասին եւ եզրային նետում Ակտիվ են սկսել Այաքսի ֆուտբոլիստները մեկնարկային րոպեներից Տեսնենք ինչ ընթացք ունենա հանդիպումը Այաքսն է գնդակով և ետ փոխանցում Հենց առաջին րոպեներին Պարմայի ֆուտբոլիստները շատ են դիմում պրեսինգ մարտավարության օգնությանը որի արդյունքում էլ շատ կարճ ժամանակում խլում են գնդակը Այաքսից
Եվ հերթական եզրային նետում Այաքսը կկատարի։ Եվրոպա լիգայի ռմբարկուների ցուցակը գլխավորում է Պալերմոյի ֆուտբոլիստ Արսեն Ադամյանը խփած 9 գնդակով, երկրորդ տեղում Մայնցի ֆուտբոլիստ Նշան Մարկոսյանն է։ Չհասավ գնդակին Այաքսի խաղացողը եւ հարված Պարմայի դարպասից։ Փոխանցում առաջ եւ անկյունային հարված։ Այաքսի 4 համարը գնդակը դուրս է վերում դաշտի սահմաններից եւ Պարման ստանում է անկյունային իրավունք։ Անկյունայինը Փոխանցում հարված եւ շեղեր։ Շեղեր հարվածը առաջին գոլային գրողը կարելի ասել Պարմայի ֆուտբոլիստերի կատարմամբ։ Այաքսը հանդես էր գալիս ԱՖԵԼ-ի 3-րդ դիվիզիոնում, որտեղ մրցաշրջանը ավարտեց 3-րդ տեղում վաստակած 38 միավորով։ 3-րդ դիվիզիոնի հաղթող է ճանաչվել Մանչեսթեր Յունայթեդը 46 միավորով։ Եվ Այաքսը կկազմակերպի հիմա հերթական գրողը։ Սառի իրավիճակ է խաղադաշտի կենտրոնում։ Եվ եզրից Պարմանը նետում գնդակը, սխալ նետեց Պարմայի 10 համարը։ Տեկին Պարմանը գնդակով։ Փոխանցում դեպի Զախեզել, բայց հեռացված է գնդակը։ Եզրային նետման իրավունք են ստանում Պարմայի խաղացողները, ակտիվացան Պարմայի ֆուտբոլիստերը, Արսենալը մի փոքր գցեց խաղի տեմպը եւ արդեն խաղադաշտի մյուս եզրից Պարման իրացնի անկյունային հարված։ Տեսեք ինչպես իրացնեն այս անկյունայինը, փոխանցում դեպի տուգանային հրապարակ, հարված, ևս մեկ հարված եւ շեղեր։ Պետք է հեռացնել գնդակը սեփական տուգանային հրապարակից, գնդակի կորուստ։ Չկարողացավ փոխանցում կատարել։ Պարման է ստանում գնդակը եւ աջ եզրով սլանում է առաջ Պարմայի խաղացողը եւ չկա խաղի կանոնների խախտում, ամեն ինչ մաքուր է։ Գեղեցիկ փոխանցում է, հարված, գոլ։ Գոլ բարեկամներ, Պարման բացում է հանդիպման հաշիվը, գոլի հեղինակը Այաքսի 10 համարն է։
3-0 Այաքսը բացում է հանդիպման հաշիվը Այաքսի կազմում գոլի հեղինակ դարձավ Խորեն Հովանիսյանը համար 88 Վերցնում է Այաքսի Ահա Որոշում է կայացնում մրցավարը և 11 մետրանոց 11 մետրանոց հարվածի իրավունք են վաստակում Պարմայի ֆուտբոլիստները և հրաշալի հնարավորություն են ստանում հաշիվը հավասարեցնելու Այո 11 մետրանոց հարված և հրաշալի հնարավորություն հաշիվը հավասարեցնելու Տեսնենք ով է գնդակի մոտ Հարված և գոլ Պարմայի 89 համարը հավասարեցնում է հաշիվը Մեկ հաշիվը հավասարվում է հանդիպման 13-րդ րոպեին Պարման կարողանում է հավասարեցնել հաշիվը Պարմայի այդքան գրողները վերջապես պսակվում են հաջողությամբ փոխանցում առաջ հարված և բավականին բարձր ստացվեց հարվածը Փոփոխություն Այաքսի կազմում Պետք է փոխանցել գնդակը և երկար փոխանցում դեպի կենտրոն գոլի հեղինակ դեպքերին հարված և շեղեր հարվածը Խանցում առաջ, բայց չհասավ գնդակին Այաքսի ֆուտբոլիստը հարված Պարմայի դարպասից Եվ Պարման կձեռնարկի իր հերթական գրոհը չկարողացավ Խանցում կատարել եզրային նետում Սխալ նետում նետման իրավունքը տրվում է Պարմային Հրաշալի փոխանցում է և չկա ձեռքով խաղ, ամեն ինչ մաքուր է Ուժեղ փոխանցում առաջ
Հեռացված է գնդակը, Արսենալը ստանում է անկյունային հարվածի իրավունք։ Որոշում է փոխանցում կատարել Արսենալի խաղացողը։ Անկյունայինը իրացված է և չկարողացավ հարվածել Այաքսի 4 համարը։ Ուժեղ փոխանցում առաջ, բայց դարպասապահը առաջինն է հասնում և ուժեղ հարվածով գնդակն ուղարկում առաջ, բայց մնում է գնդակը Պարմայի մոտ։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց այո, հասավ գնդակին Պարմայի խաղացողը և այնպիսի լարված հանդիպում է, որ գնդակը վարդյանների ընթացքում մի կիսա դաշտից հայտնվում է մյուսում Պարման է գնդակը։ Փոխանցում, հարված, հրաշալի է խաղում Այաքսի դարպասապահը։ Դեղին քարտ է ստանում Պարմայի ֆուտբոլիստը։ Պարմայի 10 համարը ստանում է դեղին քարտ։ Արսենալը կենտրոնով սլանում է առաջ։ Հապս է տալիս։ Ձախ խաղի կանոնների խախտում չկա ցույց է տալիս մրցավարը։ Վտանգավոր դրություն է, հարված և փրկում է իր թիմի վերած գոլից Այաքսի դարպասապահը, ներողություն։ Եզային նետման իրավունք են վաստակում Պարմայի ֆուտբոլիստները։ Այաքսի 11 համարը շարունակում է թիմի գրոհը, տեսնենք։ Խլում է գնդակը Պարմայի խաղացողները, ձախ եզրով կազմակերպում իրենց հակագրոհը, սակայն Այաքսի ֆուտբոլիստը խլում է գնդակը և վարկյաններ անցկորցնում այն։ Հարված և հերթական սեյվը Այաքսի դարպասապահի կատարմամբ։ Եզրային նետում։ Վտանգավոր դրություն է։ Եզրային նետում։ Փոխանցում, հեռացված է գնդակը, մնում է այն Պարմայի մոտ և հերթական հարվածը շերեր։ Հարված Այաքսի դարպասից պետք է հեռացնել գնդակը, լանում է փոխանցում։ Գրոհի ուղղությունը տեղափոխում են ձախ եզր, սակայն փոխանցումը անհաջող էր։
չկարողացավ հարվածել դարպասի Պարմայի ֆուտբոլիստը և հարված Այաքսի դարպասից Ինգրոպե Առաջին խաղակեսի ավարտին Պարմա Այաքս 1-1 Սխալ փոխանցում և պատասխան փոխանցումը ևս հաջող էր Չստացվեց Պարմայի ֆուտբոլիստի հարվածը չթողեցին հարվածի շրջափակման մեջ առան Արսենալի ֆուտբոլիստները և ստիպեցին մրցակցին անհաջող հարված կատարել գնդակը Արսենալի ֆուտբոլիստները հարված և փոքր շահությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից վնասված կստացել Այաքսի ֆուտբոլիստը Կարող են շարունակել հանդիպումը փոխանցում առաջ Արսենալի ֆուտբոլիստը հասնում է գնդակին կենտրոնով շարժում առաջ չկա խախտում տեսնեք Պարմայի արագ հակագրոհը հարված և շեղեր 9 համարն էր հարվածում Պարմայի Բավականին լավ տպավորություն է թողնում այսօր Այաքսի դարպասապահը փոխանցում դեպի ձախ եզր հասնում է գնդակին փոխանցում է կատարում բայց Պարմայի ֆուտբոլիստը առաջինն է հասնում գնդակին և խափանում գրոհը Աչեզով Այաքսը փորձում է զարգացնել իր գրոհը և գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Հասնում է գնդակին Բայց կորցնում է այն և Այաքսի գրոհը տեսնենք, փոխանցում, հեռացված է գնդակը Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին Պարմա Այաքս 1-1 Հարված և շեղեր Հարվածը
Եզրային նետում ամեն ինչ կարգին է, չկա խաղի կանոնների խախտում Կապսը տալիս գեղեցիկ է խաղում բայց պատասխան փոխանցումը անհաջող էր հրաշալի անցում էր անցումը էր, բայց 30 են գնդակայացի խաղացողները եզրային նետում Փոխանցում հեռացնել է պետք Կենտրոնով շարժում է առաջ Այաքսի ֆուտբոլիստը փոխանցում Դե 2-1 բարեկամներ Եվ այսպես սկսված է բարեկամներ Պարմա Այաքս հանդիպման երկրորդ խաղակեսը Առաջին կեսից հետո Այաքսը հաղթում է 2-1 հաշվով Պողոսյանը առաջին խաղակեսի վերջին րոպեին կարողացավ առաջ բղել իր թիմին Գեղեցիկ առաջին խաղակես ունեցանք հետաքրքիր փոխտիպող գրոհներով Տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ կեսը, հիշեցնեմ, որ սա ԱՖԵԼ-ի Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումը առաջին հանդիպումն է այս թիմերի Եվ առաջին կեսից հետո Այաքսը հաղթում է 2-1 հաշվով Ստանում է գնդակը Փոխանցմանը Պարմանը գնդակով Փոխանցում Հելում են գնդակ Այաքսի ֆուտբոլիստները և փորձում կազմակերպել հերթական գրոհը, բայց արված դարպասին և գեղեցիկ խաղաց Այաքսի դարպասապահը հրաշալի մարզավիճակում է գտնվում Այաքսի դարպասապահը կորցնում են հիմա Պարմայի խաղացողները և արագ հակագրոհ կանոնների խախտում Վտանգավոր դիրքում Այաքսը ստանում է տուգանային հարվածի իրավունք Հարված, շստացվեց հարվածը, բայց գնդակը մնում է Այաքսի մոտ Կորսում, գնդակը սխալ փոխանցում իվա Պարմանը գնդակով, բայց բարկաններ այդ գնդակի կորուստ Փոխանցում առաջ, բայց փոխանցումը չասավ հասցեա տիրոջը Պարմանը գնդակով հարված և դարպասապատիրում է գնդակին
առաջ խախտեց կանոնները Այաքսի 6 համարը կանոնների խախտում Տուգանային հարվածում կենտրոն հարված դարպասին և շեղեր հարվածը Խնդրում դեպի աջ եզր և եզրային նետում Հինգ րոպե արդեն անցել է առաջին երկրորդ խաղակեսից Այաքսը հաղթում է 2-1 հաշվով և հիմա Տուգանային հարվածի իրավունք է ստացել Այաքսի ֆուտբոլիստները փոխանցում դեպի Տուգանային հրապարակ սա ավելի շատ հարված էր և հարվածը բարձր է ընթանում փոխանցում առաջ ուժեղ էր փոխանցումը փոփոխություն Այաքսի կազմում բայց հաշվե նկատ փոխանցում էր հարված Այաքսի դարպասից սա կարոտ եզրափակչի վերջին հանդիպումն է երեք հանդիպումները արդեն ավարտվել են հեռացնում է Այաքսի խաղացողները խլում է գնդակը հիմա Այաքսի ֆուտբոլիստը բայց չեն կարողանում պահել իրենց մոտ գնդակը, հիմա Պարմայի հակագրողը ձախ եզրով, հարված և շեղեր հարվածը։ Խախտում, այստեղ այո, խախտել են կանոնները Այաքսի 8 համարի հետ պայքարում սակայն ասա
ծածկել չի լինի։ Համար խլում է պարմայի ֆուտբոլիստը գնդակը խանցում արված և իշպիսի դիրքից է վրիպում պարմայի ֆուտբոլիստը հրաշալին հարավորություն էր հաշիվը հավասարեցնելու, բայց պաստավոր դիրքից չկարողացավ հրավել դարպասը խաղի կանոնների խախտումը դեղին քարտ է ստանում Այաքսի 5 համարը իրացնեն այս տուգանայինը տեսնենք փոխանցում դեպի տուգանային հրապարակ հարված և բավականին բարձր ստացվեց պարմայի ֆուտբոլիստի հարվածը չի ստացվում պարմայի մոտ չի ստացվում հավասարեցնել հաշիվը Այաքսը դեռևս կարողանում է կազմաքանդել մրցակցի անմշակ գրողները Սան եթե կպնում են հետ սխում Վտանգավոր դրություն կարող է ստացվել տեսնենք, բայց չեզոքացնում է սպառնալիք Այաքսի ֆուտբոլիստները և հերթական կանոնների խախտումը Պարմայի մոտ է գնդակը Եզրային նետում Այաքսի գրոհը կորցնում է գնդակը հարվածում է դարպասին և թակում են հարվածի ճանապարհը, բայց վնասվածք է ստանում Այաքսի խաղացողը Տիրում է գնդակին Այաքսի դարպասապա և այն անմիջապես ուղարկում առաջ Չհասկացան միմյանց հիմա Այաքսի ֆուտբոլիստները Պարմայի հակագրոհը տեսնենք Հարված և հերթական սևը Այաքսի դարպասապահի կողմից Խաղի հերոսն է այսօր Այաքսի դարպասապահը Ամեն ինչ կարգին է Այաքսի դարպասապահի հետ գնացվածք չունի Հարված Այաքսի դարպասից Փոխանցում դեպի ձախ եզր, հրաշալի փոխանցում էր
Եվ չեն կարողանում եզրափակել այս երոհը։ Գնդակի կորուստ և պարման ձեռնարկի հերթական հակագրոհը կենտրոնով փոփոխություն պարմայի կազմում ուժեղ փոխանցում առաջ Արված և շերես, արված է Երկար փոխանցում առաջ Գնդակով Արված և անկյունային իրավունք են վաստակում Այաքսի ֆուտբոլիստները Փոխանցում Հասնում են գնդակը Եվ արակակ հակագրող պարմայի ֆուտբոլիստերի կողմից, բայց Այաքսը կրկին խլում է գնդակը և եզրային նետման իրավունք վաստակում Այստեղ խախտում Այաքսը գնդակով չկարողացավ խապս տալ Կորսում է գնդակ և պարմայի գրոհը տեսնենք Իսկապես բավականին համար պայքար է խաղադաշտում գնդակի համար Պարմայի գրոհը տեսնենք ինչպես կզարգացնեն այս գրոհը փոխանցում և անկյունային հարված Հարված ստացավ Այաքսի ֆուտբոլիստը Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը Փոխանցում հեռացնում է դարպասապահը Պատասխան հարվածը չստացվեց, բայց մնում է գնդակը պարմայի մոտ խապս է տալիս հարված Եվս մեկ հարված Իրոք խաղի հերոսն է այսօր Այաքսի դարպասապահը
Աղարկում են անկյունային հարված, չստացվեց հարվածը։ Դում է գնդակը պարմայի մոտ։ Հարված և շեղին հարված։ Լումը պարմայ խաղացողները և շարժում առաջ։ Ակտիվացել են պարմայ ֆուտբոլիստները, փորձում են հավասարեցնել հաշիվը, բայց Արսենալը հրաշալի է պաշտպանվում և Զախիեզով շարժում առաջ։ Վտանգավոր կարող է ստացվել և թույլ չեն տալիս հարվածել Այաքսի ֆուտբոլիստին։ Ցավալը ցույց է տալիս, որ խախտում չկա, միայն բավարարվում են անկյունային հարվածով, ոչ եզրային նետմամբ։ Իսկ հիմա արդեն անկյունային հարված։ Փոխանցում հարված։ Շեղ ստացվեց հարվածը։ Պարմայի գրող կենտրոնով տեսնենք հրաշալի փոխանցում էր։ Փոխանցում։ Շատ լավ են պաշտպանվում Այաքսի ֆուտբոլիստները։ Հասնի գնդակին ոչ։ Այաքսի ֆուտբոլիստը չի հասնում գնդակին, կոպիտ պայքար և խաղի կանոնների խախտում։ Քիչ ժամանակ է մնում հանդիպման ավարտին, բարեկամներ։ 3.5 րոպե։ Հանդիպման ավարտին Այաքսը հաղթում է 2-1 հաշվով։ Եզրային նետում, փոխանցում։ Հեռացված է գնդակը։ Եզրային նետման իրավունք են վաստակում Այաքսի ֆուտբոլիստները։ Կենտրոնով սլանում է առաջ, տեսնենք, հարված և բարձր էր հարվածը։ Հրաշալի հարված էր, ուժեղ հարված էր։ Խապս է տալիս։ Երկրորդին է շրջանցում, փոխանցում Զախիեզը, տեսնենք, փոխանցում հարված։ Կրկին Այաքսի դարպասապահը փրկում է իր թիմին։ Երկար փոխանցում առաջ։
Հարված անկյունային։ Խարկում են անկյունայինը, խապս է տալիս, հարված շեղեր, Պարմայի 22 համարը հարվածեց դարպասին, Քիչ ժամանակ է մնում բարեկամներ հանդիպման ավարտին, Այաքսը հաղթում է 2-1 հաշվով։ Խոսնում է գնդակը պետք չէ նման։ Խացումներ կատարել վտանգավոր դրություն է։ Բրավո Այաքսի դարպասապահին, հրաշալի է խաղում։ Եվ փրկում իր թիմին վերած գոլից հիմա անկյունային հարված։ Փոխանցում, հարված շեղեր, բարձր է տանում հարվածը։ Փոխանցում առաջ։ Մնում է գնդակը Պարմայի մոտ, բայց կորցնում են վարկյաններ անց։ Հարված հեռու տարածությունից և բարձր են տանում հարվածը։ Խացում առաջ։ Խացում դեպի դուգանային հրապարակ և ինչպիսի դիրքից է վրիպում հիմա Պարմայի ֆուտբոլիստը։ Հարված Այաքսի դարպասից։ Հարված Երկի փրկում է Այաքսի դարպասապահը իր թիմին։ Առաջ Վերջ բարեկամներ հանդիպումը ավարտում է Դժվարին պայքարում Այաքսը կարողանում է հաղթել Պարմային 2-1 հաշվով Հրաշալի խաղ, հրաշալի հաղթանակ շնորհավորում եմ Այաքսի գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ Եվ մենք էլ ավարտենք այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից Հանդիպման ընթացքին ձեզ օգնեց հետևել Շավարժ Հարությունյանը, մինչ նոր հանդիպում